Ողջույն, դուք դիտում եք Civilnet Business-ը։ Մինչ հարցազրույցին անցնելը մենք խնդրում ենք ձեզ հավանել այս տեսանյութը, թե տարածել սոցիալական ցանցերի ձեր էջերով, ինչպես նաև բաժանորդագրվել Civilnet-ի YouTube-յան էջին։ Իսկ եթե գնահատում եք անկախ լրագրությունը, խնդրում ենք այցելել Civilnet-ի կայքէջ եւ սեղմել donate կոճակը, ինչպես նաև շնորհակալ ենք նրանց, ովքեր արդեն դա արել են։ Իսկ իմ հյուրը ազգային ժողովի փոխնախագահի խորհրդական Սերգեյ Մուրադյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Մուրադյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Տարին երամսյակային կտրվածքով բավական հետաքրքիր է սկսել հարկային գանձումների տեսանկյունից, տեմպերը բավական բարձր են, եթե չեմ սխալվում 566 միլիարդ մի փոքր ավել գանձումներ են տեղի ունեցել, այսինքն հարկային մուտքեր են տեղի ունեցել բյուջետային մուտքերը այդքան են, որը 13%-ով ավելի բարձր է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատված ցուցանիշը եւ նաեւ բարձր անգամ պլանավորված ցուցանիշից, հա։ Ինչպես է գնահատում այս գանձումները եւ արդյոք կան խնդիրներ այդտեղ։ Որպեսզի գանձումները կարողանանք ավելի ճիշտ լույսի տակ նայել, պետք է համադրությունները նայենք։ Օրինակ 2023-24 հունվար ամիսների համադրության մեջ հարկերը ավելի էին հավաքագրվել 6.81%-ով։ 2025 թվականին արդեն 24 թվականի համադրության շրջանակներում ավելի են հավաքագրվել 31%-ով։ Հարկերը։ Այո, հարկերը։ Սա շատ կարևոր է ֆիքսելը եւ սա ունի իր պատճառները։ Մի փոքր մանրամասնեմ, մենք ունենք շահութարկի հունվար ամսին ավելի հավաքագրում 70%-ով, ինչու եմ շեշտում շահութարկը, քանի որ այն ուղղակի հարկ է, եւ ունենք եկամտային հարկի ավելի հավաքագրում ավելի քան 35%-ով։ Փետրվար ամսին նույնպես ունենք էական բարելավումներ եւ որպես ամփոփում կարող եմ ասել, որ սրա հիմքում պետեկամուտների կոմիտեում կատարվող փոփոխություններն են, մասնավորապես մեր գործընկերների օբյեկտիվության մեծացումը, ինչպես նաև մասնագիտական ունակություններն ու կառավարչական ունակությունները։ Պետեկամուտների կոմիտեի աշխատանքի մասին, աշխատանքի արդյունավետության մասին ձեզ հետ բազմիցս խոսել ենք։ Կային խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնել ենք նաև, հա, որոնց մասին բիզնեսները նաև բարձրաձայնում։ Այդ խնդիրները հարթվել են, լուծվել են, ինչ վիճակ է հիմա։ Դե բնականաբար այդ խնդիրները չեն կարող միանգամից լուծվել, բայց կարևորը ուղղությունն է եւ ճանապարհն է, թե ինչ ուղղությամբ ենք գնում։ Ըստ իս բավականին լավ ուղղություն է ընտրված եւ վերջին տարիների համադրության մեջ նորից կարող եմ ասել, որ առաջին անգամ մենք տեսնում ենք ինստիտուցիոնալ փոփոխություններ։ Ինչու մենք այլ այդ ինստիտուցիոնալ փոփոխությունները, առաջին հերթին դա սերնդափոխությունն է, որը հանձն է առել պետեկամուտների կոմիտեն կատարելու, դրա համար ունի պետեկամուտների կոմիտեն համապատասխան ենթակառուցվածքներ եւ մասնագետներ, այսինքն պետ-ուսումնական կենտրոնի մասին է խոսքը եւ նաեւ համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք կարող են կրթել եւ վերապատրաստել տվյալ մասնագետներին, որը արդեն իսկ առաջանցիկ տեմպերով առաջ է շարժվում։ Ունենք մասնագիտական խոր վերլուծություն, մասնավորապես նախաձեռնողականություն է դրսևորվում եւ մակրոտնտեսագիտական շրջանակներում ուսումնասիրություններ են կատարում հարկերը նա հարաբերակցությունները ըստ ոլորտների, որը թույլ է տալու, որպեսզի թիրախային ստուգումներ կատարվեն եւ թիրախային վերահսկողություն իրականացվի։ Մասնավորապես այս գործիքը թույլ է տալիս նաեւ, որպեսզի ճիշտ ստուգումների պլան իրականացվի, որը շատ կարևոր է եւ ներդրումային միջավայրի համար, որպեսզի բիզնեսը բողոքներ չունենա, որ իրեն անտեղի անհանգստացնում են եւ նաեւ կարևոր է, որպեսզի հարկային հավասարություն լինի եւ ոլորտային ստուգումներ լինեն։ Այս մասին մենք առիթ ունեցել ենք խոսելու նորից, որը այսօր ուրախություն մեզ իրականություն է դառնում։ Կարևոր ցուցիչներից մեկը նաեւ ԱՀ-ի հետ վերադարձի համապատասխան ալգորիթմային եւ ավտոմատացված համակարգի ներդրումն է, որը բավականին լավն է եւ նորից որոշակի փոփոխություններ կրելուց հետո կարելի ասել կմոտենա իդեալականին։ Խնդիրը նրանում էր կայանում, բազմիցս բարձրաձայնել եմ, որ ինչ որ մի ժամանակահատվածում ավելացված արժեքի հարկը ուղղակի էր վերադարձվում տնտեսվարողներին, կարծես թե դա մեր բյուջեի եկամուտների մաս չլիներ եւ որոշ ժամանակ անցել հակառակ process-ը տեղի ունեցավ, այսինքն որոշ ոլորտներ կանգնեցին խնդիրների առաջ ավելացված արժեքի հարկը հետ վերադարձնելու տեսանկյունից։
Եվ այս մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունը գնալու արդյունքում ես կարող եմ ասել, որ տնտեսական միջավայրը եւ բիզնես միջավայրը ընդհանուր առմամբ տուժեց։ Եվ հիմա մենք ունենք խելամիտ եւ ողջախոհ որոշում, որի արդյունքում կարծում եմ, որ բարելավում կլինի, այսինքն այն տնտեսվարողները, որոնք իրավամբ ռիսկային են, նրանք ավելի դժվար եւ ուսումնասիրությամբ հետ կստանան ավելացված արժեքի հարկը եւ այն տնտեսվարողները, որոնք ոչ ռիսկային են, շատ արագ եւ մեկօրյա ժամկետում ավտոմատացված կարգով արդեն իսկ դա կիրառվում է, հետ կստանան ավելացված արժեքի հարկը։ Այն բարելավումները, որ ես նշում եմ, չի նշանակում, որ դրանք այն խնդիրներն էին, որոնք արդեն իսկ, այսինքն այն խնդիրների ամբողջականությունն է, որոնք արդեն իսկ լուծվել են, բնականաբար կան խնդիրներ, որոնց շրջանակներում աշխատանքներ են կատարվում եւ ամփոփելով ես հայտնում եմ նաեւ մեր աջակցությունը մեր գործընկերներին այդ բարդ եւ դժվար փոփոխությունները առաջնորդելու գործում։ ԱՀ-ների հետ կապված, հետվերադարձի հետ կապված մենք էլ ենք լսում այժմ արդեն էլի բողոքներ բիզնեսմենների կամ բիզնեսի գործարարշրջանների կողմից, որ դեպքեր կան, որ իսկապես ձգձգումներ են տեղ ունենում։ Դա այդ ռիսկային ոլորտներով են պայմանավորված, այսինքն որ ՊԿ-ը սկսել է որոշակի ոլորտներ ել ավելի ուժեղ թիրախավորել եւ մանրակրկիտ ուսումնասիրել։ Այո, կա համապատասխան կառավարության որոշում, ըստ որի չափվում է, ըստ որի 21 կետեր կան, որով չափվում է ռիսկայնությունը տնտեսվարողների ԱՀ-ի վերադարձի տեսանկյունից եւ զատ այդ 21 կետերից կա նաև ՊԵԿ ավտոմատացված համակարգ, որը որևէ ալգորիթմով պարզում է արդյոք տվյալ տնտեսվարողը ռիսկային է թե ոչ։ Նույնիսկ եմ ուզում շեշտել, որ համակարգը չի գործում իդեալական իմ կարծիքով եւ անընդհատ փոփոխություններ են այնտեղ տեղի ունենում եւ ձեր նշած բողոքների մեծ հատվածը վստահ եմ, որ սուբյեկտիվ է եւ փոքր հատված էլ կլինի, որ օբյեկտիվ է։ Հասկանալի է։ Մի փոքր խոսենք ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրումից։ Պրոցեսը սկսել է, կան օբյեկտիվ նաև խնդիրներ, օրինակ մարդիկ հերթերի մեջ սպասում են իրենց ուրեմն նույնականացման քարտերի ստացմանը, որպեսզի կարողանան նաև հայտարարագիր լրացնել, բայց նաև մի իրավիճակ է, որ դեռ բավական ցածր է, այսպես լրացման դինամիկան, հա, մի քանի օր առաջ եթե չեմ սխալվում, ուրեմն ՊԵԿ նախագահն էլ նաև ֆինանսների նախարար չերկեցին, որ 10,000-ից մի փոքր ավել մարդ է դեռևս լրացրել այն սեգմենտից, որը պետք է լրացնել արդեն 2025 թվականին։ Ինչու է այսպես դինամիկան եւ որն է խնդիրը։ Շատ լավ, բացարձակ արժեքով ես կարծում եմ, բացարձակ քանակությամբ կարծում եմ, որ քիչ քաղաքացիներն քիչ վիզանձինք են լրացրել հայտարարագիրը, իսկ դինամիկան բավականին լավն է, այսինքն աճի դինամիկա կա եւ այն լավ պրոգրեսիայով է աճում։ Հարցը ունի երկու կողմ, մեկը էմոցիոնալ կողմն է, բնականաբար ոչ մեկից հաճելի չէ լրացուցիչ վարչարության գործոն դառնալ, սուբյեկտ դառնալ եւ որևէ հաշվետվություն ներկայացնել, եկամուտների վերլուծություն անել եւ այլն, նամանավանդ որ մենք տարիներով դա չենք արել։ Եվ կա հարցի բովանդակային կողմը, թե ինչ է հանրահռչակում պետությունը այստեղ։ Ես օրինակ համաձայն չեմ այն տեսության հետ, որ մենք սա անում ենք, որպեսզի կարողանանք պարզել, թե ով ինչ եկամուտներ ունի եւ մաքսիմալ տեղեկատվություն ստանալ ֆինանսանց մասին հարկ եղած դեպքում նրանց օգնելու նպատակով կարծում եմ հարցը նրան մեկայանում որ պետք է սրանով ապահովել հարկային հավասարություն ֆինանսանց այն եկամուտների հարկում որոնք չեն հարկվում հարկային գործակալի միջոցով ինչպես նաև որոշ դեպքերում պետական պաշտոնյաների եւ նրանց փոխկապակցված անձանց գծով հակակոռուպցիոն գործառույթներ Ոչ ոքի, նույնիսկ եմ ուզում շեշտել, որ հաճելի չի այս գործընթացով անցնելը, բայց կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի գործընթացը առաջ շարժվի եւ այս ուղղությամբ մենք ունենանք արդյունքներ։ Ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը, որ կան օբյեկտիվ խոչընդոտներ, ես համաձայն եմ եւ եւս երկու բան ուզում եմ ավելացնել Կարծում եմ, որ մեր պետությունը պետք է հոգատարություն դրսևորի այն անձանց նկատմամբ, ովքեր օբյեկտիվորեն չեն կարող լրացնել
հայտարարագիր, այսինքն չունեն համապատասխան համակարգչային գիտելիքներ կամ չունեն համապատասխան օրենսդրական գիտելիքներ, շատ կարևոր է թիրախավորել եւ օգնություն ցույց տալ։ Մենք այդ առաջարկը ներկայացրել ենք, ինչպես նաեւ կարևոր եմ համարում, որպեսզի լինի ձեռնարկ ուղեցույց, որը սահմանափակ ծավալ ունի։ Տեսեք, խնդիրը նրան է կայանում, որ տարբեր կառույցներ, հիմնականում ՊԵԿ-ը հրապարակում է տարբեր տեսանյութեր, ձեռնարկներ, որոնք բազմաէջանոց են ուղղակի։ Դրանցից մեկից օգտվելով ես եմ լրացրել հայտարարագիրը։ Եվ սահմանափակ գիտելիքներ ունեցող մարդու համար դրանք դառնում են գլխացավանք։ Մեր առաջարկներից մեկն էլ հետևյալն է, որ այդ ձեռնարկները մաքսիմալ ծավալով քչացվեն, որպեսզի մարդիկ կարողանան ավելի հեշտ օգտվել։ Նույնական լինեն նաև դրանք։ Շատ լավ, ընդամենը օրեր առաջ հայտնի դարձավ, որ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի շարք մասնագիտական գործունեությունների արգելափակումը շրջանառության հարկ վճարող համարելուց։ Սա եթե թարգմանեմ մասնագիտական լեզվից հասարակ լեզվի, դա նշանակում է մի շարք մասնագիտական գործունեության տեսակներ այլևս շրջանառության հարկ չեն վճարում, ինչպես որ նախկինում էին վճարում, այլ ընդհանուր հարկման դաշտ են անցնում, հա։ Արդյոք արդարացված է այս որոշումը, որովհետև դրա շուրջ կան բազմաթիվ եւ բազմապիսի քննարկումներ։ Շատ լավ, սա պետք է նայել ավելի մեծ համատեքստում, այն համատեքստում, որ մենք գնալով հրաժարվում ենք հարկման հատուկ համակարգերից, մասնավորապես շրջանառության հարկից եւ միկրոձեռնարկատիրությունից, եւ գլխավոր դերը այդտեղ շրջանառության հարկն է խաղում։ Մասնավորապես այստեղ բիզնեսում անհավասարության հարցն է դրվում, երբ շրջարկով հարկման դեպքում հարկային բեռը շատ ավելի ցածր է, քան ընդհանուր հարկման կարգում հարկվելու դեպքում, ինչպես նաև բիզնեսի տրոհման խնդիրների հարցն է բարձրացվում։ Դրանք նուրբ հարցեր են, ընդհանրապես հարկման արտոնյալ համակարգերը բավականին նուրբ հարցեր են, որոնք ստեղծում են հարկման եւ հետեւաբար տնտեսական անհավասարություն։ Բայց ես գտնում եմ, որ ավելի նուրբ հարց է փոքր եւ գերփոքր բիզնեսի հարկումը եւ եթե մենք ուսումնասիրում ենք արժույթի միջազգային հիմնադրամի հաշվետվությունները կամ համաշխարհային բանկի հաշվետվությունները, հասկանում ենք, որ պետք է շատ զգույշ եւ նուրբ գործել։ Ես առիթ եմ ունեցել այս մասին նաեւ խոսելու ազգային ժողովի ամբիոնից հանրային լսումների ժամանակ եւ ես կարծում եմ, որ մենք մի փոքր արագացված եւ առաջանցիկ տեմպերով ենք առաջ շարժվում, որը կարող է ռիսկերի բերել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Civilnet Business-ի տաղավարում ես զրուցեցի Սերգեյ Մուրադյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։